իրավիճակ լինի, որ իշխանությունը Ես հիմա այս պահին պատրաստ չեմ ձեզ պատասխանելու այդ հարցին, մինչև ես չհամոզվեմ, թե ինչ է կատարվում դիմացը, հիմա իմ խոսքերը այս պահին, եթե ես ընկնեմ առաջ ինչ որ մի բան ասեմ, ես չեմ կարող դա անել, որովհետև պետք է համոզվեմ, որ իրոք այդպես է։ Երբ եկավ այդպիսի իրավիճակ, ուրեմն դուք կտեսնեք ես ինչ կանեմ այդ կան։ Դուք պատրաստ եք, հա, օրինակ կոալիցիան, հա, եթե ընդդիմությունը այնուամենայնիվ միավորվի, փոխքաղաքապետերի, վարչության պետերի պաշտոնները տակ մյուս ընդդիմադիր ուժերին, թե այնուամենայնիվ ասելու եք ընտրեք մեզ եւ մենք միանձնյա ղեկավարենք քաղաքը։ Ուրեմն փոխքաղաքապետի պաշտոնը ոչ, բայց մնացած որ պաշտոնը որ պետք է մենք պատրաստ ենք տալու, հետո գիտեք ինչ, ես իմ 13 տարիների աշխատացի ժամանակահատվածում, ուրեմն եթե նայում եք Մարտուն Գրիգորյանի բոլոր ունեցվածքի տակ գրված է Վարդան Ղուկասյան, ինչ որ իրանք սեփականություն հիմա ունեն եւ ոչ միայն իրենք, իր հոր եղբայրները, իր թաղի ժողովուրդը եւ մնացածը քաղաքում նվեր չեմ արել, մարդիկ ուզեցել են քաղաքում ներդրում անել, ուրեմն քաղաքում ով ուզեցել է ներդրում անել, ես չեմ նայել, թե սա իմ, ուրեմն ընդդիմություն է ինձ կամ ինչ որ չգիտեմ ինչ է, ես բոլորին ինչ որ կա այս քաղաքում իմ տվածն է եւ տակը գրված է շին թույլտվություն Վարդան Ղուկասյան, ավարտական ակտ Վարդան Ղուկասյան, այսինքն կարող է դաժե որևիցե մեկի հոր եղբայրը լիներ քաղաքապետ, ինձպես ավելի արադաձեռն ու օգնական ու սատարող չլիներ, ոնց որ ես եմ եղել բոլորի նկատմամբ, ոչ միայն ուրեմն Մարտունից նկատմամբ, իրանց թաղի մնացած, ուրեմն ժողովրդի նկատմամբ եւ ամբողջ քաղաքի նկատմամբ, այնպես որ ես հերոստատեսությամբ հիշում եմ Շանտը հավանական է ես ելույթ եմ ունեցել այն ժամանակ 2001-3 թվականներին, որ քաղաքի ամենակենտրոնական տարածքները մենք պատրաստ ենք տալ ձեզ ընդտուպ նվիրատվության կարգով եկեք ներդրում արեք, որովհետև քաղաքը մեռնում է։ Այդ սկզբունքով մենք արել ենք եւ աշխատել ենք։ Պատրաստ եք որպես ավագ ընկեր, գործընկեր ընդառաջ գնալ Մարտուն Գրիգորյանն, օրինակ եթե նույն իրավիճակում դուք լինեիք, հա։ Միանշանակ ես ընդհանրապես ասեմ ձեզ, ասեցի ձեզ, ես ներողամիտ եմ, միանշանակ ես ներողամիտ եմ, հանուն ազգի ամեն ինչի պատրաստ եմ, սպասեք, հասկանանք, կտեսնեք, որ իմ ասած խոսքերը գործով կաբացուցվի։ Դուք հղում եք անում Մարտուն Գրիգորյանի հրապարակային հայտարարությունները, որ ասել եք միանա ընդդիմությանը, բայց նա նաև ողջ ընտրաշաբի ժամանակ ձեր հետ կապված լուրջ մտավախություններ հայտնել, որ ձեր միջոցով ԿՊԸ-ն կարող է վերարտադրվել եւ այլն այդ հայտարարությունները։ Իմ միջոցով Ես մի բան ասեմ, իմ միջոցով ԿՊ-ն ոնց պետք է վերարտադրվի, ոնց կարող է։ Լավ։ Ես այդ քրեական գործերից մի քանի բան ասեմ, որ դուք գիտենաք։ Ուրեմն ին վրա քրեական գործեր այդպիսին, ինչպիսին ներկայացվում է չկա։ Այսինքն ինձ մեղադրանք են առաջադրել, որ պատկերացրեք, ուրեմն հիվանդանոցի օպերացիոնի բժիշկը օպերացիա է անում, հիվանդը մահանում է, դադում են տնօրենին, որ բժիշկ չի։ Այսինքն քաղաքապետարանում կա քաղաքաշինության բաժին, որտեղ աշխատում են 20-ից 30 մասնագետներ։ Կա ճարտարապետական բաժին։ Ուրեմն կա ավականի եւ այդ գործընթացը կա, ասենք իրավաբանական բաժին։ Կա աշխատակազմի ղեկավար, որ մինչև հող հատկացում անելը, ուրեմն այդ բոլոր մասնագետները ներկայացնում են քաղաքապետին եւ նախագիծ են կազմում, որ սա այս հողը պետք է օտարվի։ Եվ քաղաքի հատակագիծը գտնվում է միտեղ, քաղաքի քաղաքաշինության եւ ճարտարապետական բաժնում, որտեղ այդ մասնագետները կազմել են ու ներկայացրել են։ Ընդդուպ օրենքի մեջ արձանագրված է, որ քաղաքապետի որոշումը այդտեղ դեր չունի։ Հասկանալի է։ Քաղաքապետի որոշումը արդեն այդտեղ դեր չունի։ Եթե այդ բոլոր մասնագետները ուրեմն ներկայացրել են, նախագիծը կա, ստորագրել են, քաղաքապետը ուղղակի այդտեղ սովորական ինչ որ մի բան, էլի, ասենք հավատացեք այդպես է։ Օրենքը բացեք, տեղական ինքնակառավարման կնայեք։ Հիմա այդ բոլորը անտեսել են ու այսօր քաղաքապետին մեղադրանք են առաջադրել 60 հոդվածի հետ կապված, որ քաղաքում շենք շինություններ ինչ որ կանաչ գոդիում է կառուցվել, բնակարան կառուցել, դուք պատկերացնում եք Աղետի գոտում բնակարան կառուցելը ու հանկարծ քաղաքապետը, որևիցե մի քաղաքապետ դնի ու այդ բնակարանը քանդի,
որտեղ ասենք կողքերը մի այդպես տասնյակ 20-ավոր բնակարաններ կան, որոնք օրինականացվել են տարբեր նախկին քաղաքապետերի կողմից։ Ու այսօր ինձ մեղադրանք առաջադրել դա աբսուրդ է։ Եվ ասենք ինձանից հետո Բալասանյան Սամվելը նորից ուրեմն ինքը որոշում է կայացրել, մեղադրանք են առաջադրում Վարդան Ղուկասյանին։ Ինձանից առաջ Միքայել Վարդանյանը թող լույսը իջնի իր գերեզմանին, ինքն է արել, ասենք մեղադրանք են առաջադրել Վարդան Ղուկասյանին։ Ուրեմն այն դատարանը, որ կա, որ ասենք ոնց է, սննգացման դատարան, հա, որ օտարում է։ Այդ դատարանը ասենք քաղաքապետարանին հողեր է օտարել սննգացված տեքստիլի կոմբինատի եւ այդտեղ մեզ պարտավորեցրել է որ պետք է մենք ուրեմն հասցեավորենք եւ այսօր ինձ մեղադրանք են առաջադրում դրա համար այսինքն դրանք եւ հետո բոլորը ուրեմն 10 տարուց անցած է այսինքն ժամկետանց է, որոնք 2006, 3, 5 բան թվականների մասին է խոսքը, եւ դրանով որ ինձ վախեցնեն, դե քաղաքապետին կդադեն կամ ինչ որ քաղաքապետը գնա, եւ քաղաքապետը գնա, դե բացադրում եմ, սպասեք վերջացնեմ, ուրեմն եւ քաղաքապետը գնա գործարքի, որ կարող է հանգարց իրեն դադեն եւ ինչ որ ԿՊ-ի հետ պայմաններ, չգիտեմ, պայմանավորվածություն ձեռք բերեն, միանշանակ նմանատիպ բան չի կարող լինել, հետո ընդտուպ եթե արածել լինեմ ու բան լինի, ես երբեք իրենց հետ ուրեմն պայմանավորվածություն չեմ ձեռք բերի, այ բարձրաձայն ասում եմ։ Ռիսկը որնա ներողություն, դուք հասկանում եք, չէ՞ ռիսկը որնա։ Մամիկոն Ասարյանի դեպքում էլ կիսատ վարկածներով նախ մեկուսացրին, իրենց խնդիրները լուծեցին, հետո փաստորեն մարդը ազատ արձակվեց։ Նույնը կարող է դեպքում անել։ Ես դուք տեսել եք, եթե մտքներին դնեն ապացուցել, որ ինչ որ մեկը կանգնած տեղը մարդ է սպանել, կարծես թե հաջողվում է դա։ Կողմնակից եմ։ Բայց մյուս կողմից մյուս տեխնատուներին էլ կարող են ցանկացած բանի, ցանկացած քրեական որպես մեղադրյալ անցկացնել։ Ուրեմն ինչ ուզում է անեն, կանգնած տեղը թեկուզ շարով էլ տան, ես իրենց հետ ճանապարհ չունեմ։ Էլ խնդրում եմ այդ հարցի 100 անգամ ինչ տակ, այո, ԿՊ-ի հետ ճանապարհ չեմ գնալու։ Բարձրաձայն ասում եմ, վերջ, չքննարկեք այդ հարցը։ Ձեր թիմակիցների վրա կարող եք մի րոպե հարցը չեմ տվել, ձեր թիմակիցների վրա վստահ եք, որ դուք կարող եք ձեր թիմակիցների մասով երաշխիքներ տալ, իհարկե ասում են, որ նրանք ձեր ընտանիքի անդամներն են, աներոթի եւ այլն, փեսա, դուք կարող եք վստահորեն պնդել, որ որևէ մեկի վրա, ինչպես 3-70-ամյա կնոջը տարան փողոցից, այդպիսի պատճառներ չեն հորինի եւ չեն առնի ձեր թիմի անդամները։ Ոչ միայն փեսա են ու ասենք եղբոր թոր, ուրեմն երկուսն են, մնացածը բոլորը բանը իմ ազգակիցները չեն։ Ես գիտեմ, որ այնպիսի մարտիկ եմ նախընտրել, որ բոլորը պատասխան կտան եւ ապրում են իմ սկզբունքով։ Երբեք չեմ հավատա, որ հանկարծ ինձանից որևիցե մեկը ուրեմն դավաճանի ու դավաճանի անուն ձեռք բերի։ Չեմ հավատում։ Ղուկասյանը ձեզ համար տարօրինակ չէ, որ մինչ այս պահը Մարտուն Գրիգորյանը լռում է, սրա հետ կապված ինչ կապ։ Ես սպասում եմ Մարտուն Գրիգորյանի ուրեմն հայտարարությանը եւ գիտեմ, որ ինքը լուրջ հոյդեղբայրներ ունի, հայր ունի, բան ունի, իրեն խորհուրդ կտան, ինքն էլ արդեն 40 քանի տարեկան է, արդեն ինչքան գիտեմ թորնիկ ունի, բան ունի։ Ավելի ես գիտեմ, որ մարդիկ ավելի շատ ապրում են, ասենք, անունի համար, քան թե ասենք պաշտոնի համար։ Այդ Իրանից ինչ է ներկայացնում, որ ասենք կարող այդ պաշտոնը հետագայում ուրեմն բանի առարգա դառնա, որ իրեն ուրեմն մշտական թիրախավորեն ու ինչ որ մի բան անեն։ Ես էլ չեմ ուզում իրենից բան խոսել, կներեք ինձ։ Սպասեք, նայենք ինչ է պատասխանելու։ Երբ պատասխանեց, ուրեմն ես այսպես ձեզ կհրավիրեմ, եթե ձեզ հետաքրքիր եղավ։ Ուրեմն ամեն ինչ այդ հարցի շուրջ կխոսենք։ Հիմա ասելու բան չունեմ։ Դուք ինչքան բացառում եք արդյոք, որ պարոն Գրիգորյանի որոշման վրա նաև ազդեցություն է ունենալու Սերժ Սարգսյանը, որովհետև այնուհանդերձ պարոն Գրիգորյանը նաև պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր է եւ գիտենք ձեր եւ Սերժ Սարգսյանի լարված հարաբերությունները։ Ես մի բան ասեմ, որ ես հիշում եք, որ ասում էի, թե ես կբանակցեմ այն տեխնացուների հետ, որոնք, ասենք, քաղաքի շահը ավելի բարձր են դասում եւ չեն ղեկավարվում դրսից։ Ես սպասում եմ այդ ամեն ինչին, հիմա ասելու բան չունեմ, նորից եմ կրկնում, սպասում եմ պատասխանին, սպասում եմ։ Եվ ոչ միայն ես եմ սպասում է ամբողջ քաղաքը, սպասում է հայ ժողովուրդը, ասեմ ձեզ։
եւ Հայաստանի եւ Հայաստանից դուրս։ Եթե դուք կաք տեսնեք, թե ինչ կան ինչ զանգեր է գալիս, ինչ կան մարդիկ գիշեր-ցերեկ սպասում են, թե ինչ պիտի պատասխանեն ու ինչ պիտի լինի, որ ասում են ԿՊ-ն այստեղ պիտի պարտվի, ու ամբողջ հայ ազգն է կանգնած դրա վերաբերյալ, դրա համար։ Ես սպասում եմ դրան, հետագայում մենք մեր խոսքը կասենք։ Պարոն դուք ասացիք, որ փոխքաղաքապետի պաշտոնը պատրաստ չեք զիջելու կամ կիսելու, ինչ հարց է լուծում փոխքաղաքապետի պաշտոնը, որ պատրաստ չեք, եւ սցենարի վերաբերյալ, այդ բոլոր տարբերակները հավանական դուք պետք է մինչև այս պահը կամ գիշերվա ընթացքում արդեն իսկ քննարկած լինեիք կամ կապի դուրս եկած լինեիք։ Բարի։ Եվ կներեք լրացում գործընկերոջս, դուք մի տեսակ հասկանում եմ հաղթողի դիրքերից եք խոսում, բայց եկեք անկեղծ լինենք, էլի, դուք փառակալի հաղթանակը չեք տարել, այսինքն դուք մի ԿՊ-ի դեմ 5 ընդդիմադիրով եք կռվել, 3 ԿՊ-ի դեմ 1 ընդդիմադիր է շատ ջախջախիչ հաղթանակ տարել քարականում։ Ուզում եմ ասել, եթե դուք այդ շատ փառավոր դիրքերում չեք, ինչու դուք չեք նաև այդ նախաձեռնողականությունը դրսևորում, այսինքն դուք այսպես շատ բարձունքում նստած, անդորում ձեր կարմիր գոտիները քաշելով, դուք ասում եք, որ փոխքաղաքապետի պաշտոնը պատրաստ եք զիջել, փոխքաղաքապետերը ձերն են, մնացածի համար դեռ կբանակցենք։ Այսինքն արդյոք դուք արդեն իսկ տաբուներ չեք դնում ձեր հետ գործընկերային դաշտ մտնելու համար։ Գիտեք, մի բան ասեմ դրա վերաբերյալ, ես այդ ինչ որ ներկայացրեցիք, ես այդ տեղից չեմ խոսում։ Ես շատ համեստ եմ խոսում եւ հավանական է դուք ուզում եք այդպես տեսնել, ուղղակի այդ աչքերով եք ինձ նայում, ուղղակի ձեր ագնոցները որ հանեք, ավելի լավ կտեսնեք իմ պահվածքը եւ իմ խոսալը։ Հիմա ինչ եմ ուզում ասել, Փարաքյարը, եթե համեմատում եք Գյումրիի հետ, չարաչար սխալվում եք, որովհետեւ ամբողջ պետական ուժերը, այստեղ միայն մենք նկարահանել ենք 70-ից 100 ավտոբուս դրսից եկած, մենք բոլորը նկարահանած ունենք դրսից։ Փարաքյարում այդպիսի բան չի եղել։ Էլ չեմ ասում, որ ամբողջ պետությունը մարզպետներով ու նախարարներով ու պատգամավորներով այստեղ են եղել։ Էլ չեմ ասում, որ ձեր ուրեմն սայտերի մեջ գծված, թե Թուրքիայից ընտուկ մարդիկ են եղել, այդպիսի նյութեր կան, թե որտեղ են մնացել այդ մարդիկ, եւ Վրաստանից նամանավանդ ախրքալակի կողմից, էլ չեմ ասում, որ ինչ կան ներկայացրեցին գումարների բաժանման հետ կապված, տարբեր տեղեր լրագրողները գնացին, տեսան որտեղից ինչ դուրս եկավ ու շատ բաներ ունենք, մենք փաստեր ունենք։ Չեմ ասում, որ տուն կա, բնակարան կա, որ ասենք 2 հոգի են գրանցված, ուրեմն դարձել են 12 հոգի, որ այդ մարդկանց ընդհանրապես հիմա մինչև այսօր այդ մարդիկ կան, եթե պետք եղավ կասենք որտեղ։ Ուրեմն ասեմ ձեզ, այդպիսի մոտեցում ոչ ոք հավանական է ոչ մի քաղաքում չի եղել, ինչ որ արվել է Գյումրի քաղաքում։ Ես այդտեղից եմ խոսում ու 10,000 ձայն հավաքել է այդտեղ, դա շատ մեծ թիվ է։ Հետո Սոված քաղաքում, որ 37 տարի մոտ 40%-ը քաղաքի անապահով խավ է, եւ այդ գումարները ինչքան կարևոր բան է մարդու համար, այստեղ մաքուր 10,000 ձայն, 13 տարի աշխատած քաղաքապետը ինչքան խոցելի է, ընդհանուր առմամբ աշխարհում կա մի բան, որ եթե մարդը աշխատում է, ուրեմն անպայման խոցելի է դառնում, 13 տարի աշխատել եմ, դրանից հետո անցել է 13 տարի ու եկել եմ, այսքան ձայներ եմ հավաքել, ես գտնում եմ, որ դա շատ մեծ արդյունք է, Իհարկե ես ավելի շատին էի սպասում, բայց քանի որ քաղաքից մոտավորապես օրինակ հիմա ես այս թաղի հետ կապված կարող եմ ասել, որ այստեղից միանշանակ 40-50%-ը չի բնակվում։ Բացակայում է մարդկանց դռները փակեք, 40-ից 50%-ը։ Մարդիկ ընդཐུպ դրսերից եկան հասան այստեղ, քվեարկեցին նույն գիշերը հետ գնացին, նույն գիշերը այդպիսի մարդիկ էլ կային, տասնյակ։ Այո։ Ես այսքանը պատասխանեցի։ Չէ, ես Համեցեք։ Քաղաքապետի աթոռը չզիջելու Փոխքաղաքապետի հետ կապված ասեմ ձեզ, ուրեմն չեմ ուզում դրան անդրադառնալ, ինչ որ այդտեղ խնդիրներ կա, բայց եթե շատ եք ուզում պատասխանեմ, կպատասխանեմ, եթե չէ կարող եմ շրջանցել։ Ուզում եք, հա։ Բարի։ Մի թեթև, ոչինչ, քաղցր ջան, սպասի պատասխանեմ, ուրեմն մի թեթև պատասխանեմ, ուրեմն փոխքաղաքապետի հետ կապված, այստեղ ոնց որ ես ավելի շատ, ուրեմն, որ ծիծաղում եք, գեղեցկանում եք, ասեմ ձեզ, ինչ լավ է։ Ասեմ, չեմ շեղվում։
մի անհանգստացի, Նարեկ ջան, չեմ շեղվում։ Ասեմ ձեզ, ուրեմն ես ոնց որ նպաստեմ ինչ որ մի բանի, որ ասենք պատկերացրեք, եթե ինձ ձերբակալեն, ինստինկտյան փոխքաղաքապետը պարտավորակ բանը ինքը վերցնում է իր վրա, ստանձնում է եւ ինքը դառնում է քաղաքապետ։ Այ դրա համար ես եթե այդ պահը մենք դա բան ենք անում, թե չէ միանշանակ ես խնդիր չունեմ աշխատելու հետ կապված, ու ես այնպեսի ապրելակերպ ունեմ, որ ասենք ինչքան էլ մարդը հարամ լինի, իհարկե ես իրենց հետ չեմ ասում, ասենք ով ուզում է լինի, ինձ հետ ինքը մաքուր կպահի, որովհետև ես մաքուր եմ պահում ու մաքուր պահանջում եմ մարդկանցից։ Դրա համար ես վախենալու բան չունեմ,